Տարան ընդմիջում է հայտարարել, լսել է դատավարության կողմերին, այսինքն վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է իր դիրքորոշումը, բավականին ծավալուն էր փաստաբանական թիմի հարցադրումները ու ընդհանուր գործը 18 հատորից է բաղկացած, շատ ծավալուն, եթե տեսնում եք ժամեր շարունակ մենք հարցեր ենք տալի վարույթն իրականացնող մարմնին ու կարելի ասել չի լինում որևիցե հարցի հստակ պատասխան, քանի որ այս քրեական գործը ամբողջությամբ կարելի ասել Սամվել Կարապետյանին բացարձակ չի վերաբերում, ինքը շինծու, ապօրինի ու անհիմն գործ է, թույլ տվեք խոսքս ավարտեմ, ինքն իրականում բացարձակ անհիմն է, 18 հատորից գործ է բաղկացած, բայց 18 հատորից որ էջ ասում ենք թերթեք և ցույց տվեք ինչ կապ ունի դա Սամվել Կարապետյանի հետ, որևիցե ձևով չեն կարողանում հիմնավորել, լրիվ երրորդական, չորրորդական ինչ-որ այսպես ասած ձևակերպումներ և հիմնավորումներ են ներկայացնում, իմ խորին համոզմամբ վարույթն իրականացնող մարմնի միակ հույսը նրա վրա է, որ դատարանների նկատմամբ ինչ-որ ենթադրյալ ճնշումներ բանեցնել կլինի կամ չգիտեմ ինչ-որ միջոցներով իրենց հաճո որոշումներ ստանան, օրինակ ես խորը հիասթափված եմ, ճիշտ է իմ խոսքը այդ ժամանակ մի քիչ բարբառային էր, որ ասեցի Վճռաբեկ դատարանին բզել են, որոշում են ստացել, բայց դա համենայն դեպս այս գործով առավել քան փաստվում է իմ խորին համոզմամբ, որ այդ հապճեպությամբ Վճռաբեկ դատարանը չէր կարող նման որոշում տալ և դատարաններին, եթե չբզեն, թողեն իրանք իրականացնեն արդարադատություն, վստահ եմ մենք ականատես կլինենք, որ այս գործը շատ արագ պետք է կարճվի, քանի որ որևէ ապացույց, որևէ փաստարկ, որևէ հիմնավորում Սամվել Կարապետյանի վերաբերյալ առկա չէ ու հենց դրանով է պայմանավորված, որ ես հրապարակայնորեն խնդրել եմ իրավասու մարմիններից, կլինի դատախազությունից, կլինի քննչականից, ցանկացած աստիճանի կամ ցանկացած քանակությամբ անձինք թող գան այսպես ձեր տեսախցիկների առաջ ուղիղ եթերում այս գործը հրապարակային քննարկման ենթարկենք։ Վստահ եմ, որ նրանք դա չեն անի, քանի որ անելու դեպքում բոլորս ականատես կլինենք, որ շինծու և կեղծ քրեական գործի հետ մենք առնչություն ունենք։ Սամվել Կարապետյանի առնչությունը կարծես թե չկա, որ հատորը նայում ենք չկա, այնուամենայնիվ այդ գործերից մեկը եւ հոդվածներից մեկը վերաբերում է հրապարակային կոչ հնչեցնելուն իշխանությունը զավթելու, այդտեղ ակնհայտ է, որ առնվազն Սամվել Կարապետյանն է հարցազրույց տվողը, այս մասով ինչ նոր հանգամանքներ կա։ Դորջան, դուք բոլորը տեսել եք այդ հարցազրույցը նաեւ միջազգային մեր իրավաբան գործընկերներն են տեսել, այդ հարցազրույցը նաև փորձաքննության է անցել, այդ հարցազրույցի վերաբերյալ լեզվաբան պրոֆեսորների կարծիքներ ենք մենք ձեռք բերել, որոնցով հիմնավորվում ու հաստատվում է, որ այդ հարցազրույցը իշխանությունը զավթելու կամ յուրացնելու կոչ իր մեջ չի պարունակում, դա շինծու է, դա հորինվածք է, ժողովուրդ ջան, ինձ չի թվում որևիցե իրավաբան կարող է գալ մեր այդ բանավիճել ու ասել, գիտեք, այս ձևակերպումը վերաբերում էր հենց, որ պետք է գնային եւ իշխանություն զավթեին կամ իշխանություն յուրացնեին։ Ունենք փորձագետի եզրակացություն, ունենք բավականին ծավալուն նյութեր, իսկ հակառակն ինչ ունի քննչականը, ոչ մի բան բացի այդ տեսանյութից։ Ես այդ տեսանյութի դրվագը նույնիսկ չեմ էլ ցանկանում այդպես խորը քննարկման առարկա դարձնել, քանի որ ինքը ընդհանրապես զուրկ է որևէ փաստարկից, այսինքն որևէ անգամ դատարանը իր որոշման մեջ գրել էր օրինակ այն փողերի լվացման դրվագին, ես անդրադարձա, գրել էր, որ զուրկ է ողջամիտ բանականությունից, եթե չեմ սխալվում, այդ ողջամիտ բառը շատ տեղին օգտագործել էր դատարանը, կոչերի դրվագը նույնն է, որևէ կերպ չի հիմնավորվում։ Խոսքս փոխանցեմ իմ գործընկերներին։